Տիկին Ավանեսյան, Բյուրեղավանում աղեքային վարակի բռնկման դեպքեր տեղի ունեցել, հոսպիտալացվել էին բազմաթիվ քաղաքացիներ, հիվանդության նախնական աղբյուրը նշվել էր ջուրը, ապա վիոլաջուրը շտապեց հետքեր, սակայն 3 հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացրեցին, ջրի մեջ մանրէներ են հայտնաբերել, ինչ տեղեկություններ ունեք, ով է ճիշտ վիոլաջուրը, թե ամեն դեպքում հիվանդությունների վերահսկման և ազգային կենտրոնը, և մենք էլ նշվում է, որ հնարավոր է 2027 թվականին ապահովագրավճարի վճարները ավելանան, բարձրանան, այդ մասին ինչ տեղեկություններ կան։ Նախ ասեմ, որ պետք է հենվենք փաստերի վրա և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը այն պատասխանատու օղակն է, ով իրականացնում է փորձաքննություն, իրականացնում է թե պացիենտներից վերցրած նմուշներից ուրեմն հետազոտություններ և դրա համար մենք մինչև չենք ունենում ամբողջական ուրեմն հետազոտությունների արդյունքը, նաև չենք շտապում հայտարարություններով և ըստ էության, երբ որ ամփոփեցինք և ունենք արդեն հստակ թե ինչ ենք հայտնաբերել նմուշներից, արդեն համապարփակ ներկայացրել ենք նաև հանրությանը, ասեմ, որ շատ արագ կերպով իհարկե ջրի մաքրման և այլ ուրեմն աշխատանքները համապատասխան կառույցների և վիոլաջրի հետ իրականացվել է, այս մասով էլ ուզում եմ ասեմ, տեսեք, հետազոտությունների ընթացքը բավական երկար է, որովհետև այնտեղ բականալիզները որոշակի ժամանակ պիտի անցնի, որ մենք ունենանք վերջնական պատասխանները, բայց աշխատանքները կանխարգելիչ, արդեն իսկ վարակը ներողություն բռնկումը ի հայտ գալուց հետո իրականացվում են։ Այս պահին ասեմ, որ պացիենտների առումով ունենք բավարար վիճակ, նրանք բոլորը դուրս են գրվել և շարունակականություն չունենք այս մասով, եթե կլինեն այլ անհրաժեշտ տեղեկատվություն կիսվելու, մենք վստահ եղեք, որ կներկայացնենք հանրությանը բաց թափանցիկ կերպով։ Ուրեմն մենք աշխատում ենք, հենց որևէ կասկածի դեպք է լինում, այդ ժամանակից սկսած աշխատանքները ընթանում են, թե վիոլաջրի հետ, թե նաև այլ պետական կառույցների, տեսչական մարմինների, համայնքի հետ ապահովելու համապարփակ միջոցառումների իրականացումը, միանշանակ։ Այո։ Տեսեք, այս պահին դժվար է խոսել 27 թվականի մասին, որովհետև դուք 27 ասեցիք, թե 28, 27 թվական, չէ, ինձ թվաց 28 ասեցիք, 27 թվականի ուրեմն բյուջետային քննարկումների ժամանակ, իհարկե մենք քննարկելու ենք պետական սուբսիդավորման հատվածը և գիտեք, որ պետությունը այսօր մեծամասամբ սուբսիդավորում է ապահովագրական վճարները, մինչև 18 տարեկաններ, 65+ տարիքի անձինք և հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցողների համար պետությունը տարեկան ամեն անձի համար վճարում է 129,600 դրամ, բացի դրանից նաև աշխատող և ապահովագրավճար վճարողների համար պետությունը էլի ամսական 6,000 դրամի չափով սուբսիդավորում է իրականացնում։ 27 թվականի այս սուբսիդավորման հաջորդականությունը, շարունակականությունը միջնաժամկետ ծախսային ծրագրերով արդեն իսկ հաստատվել է, բայց ավելի 27 թվականի բյուջեում մենք քննարկումների դեռ ունենք տեղ, այս մասով աշխատանքները շարունակվում են։ Բայց ընդհանուր սկզբունքը ապահովագրավճարի վերանայման այսպիսինն է։ Ամեն տարի առողջապահության նախարարը պետք է ներկայացնի նախորդ տարվա հաշվետվությունը ազգային ժողովում և ներկայացնի հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եզրակացություն, արդյոք պետք է վերանայվի, թե չպետք է վերանայվի։ Այս պահին մենք 27 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք։